Եկեք տեսնենք ինչ նոր պրոդուկտ եմ պատրաստել Wildberries-ի համար։ Որոշել էի պատրաստել մի բան, որը երկար ժամեր չի խլի եւ կլինի տրենդային։ Սկսեցի գործել մինի պայուսակներ զարդի տեսքով։ Այս մոդելները չնայած իրենց փոքր չափերին շատ սիրված են միջազգային շուկայում։ Սկզբի համար որոշեցի պատրաստել 10 հատ։ Դրա համար ընտրել եմ մարկարտյա քարեր, որոնք ինչպես գիտենք միշտ ակտուալ են։ Մարկարտյա քարերի հետ խառնեցի նաեւ ապակյա քարեր, քանի որ դրանք շատ շքեղ փայլ են հաղորդում։ Տեսնենք արդյոք կսիրվեն այս փոքրիկները թե ոչ, եւ եթե այո, ես անպայման կպատրաստեմ այլ գույներ։ Առիթից օգտվելով ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր ինձ փորձում են օգնել մեկնաբանություններում։ Ես ինքնուս եմ մասնակցել Wildberries-ի ոչ մի դասընթացի եւ իմ աշխատանքը հեշտացնելու համար շատ ինձ օգնեցին, եւս մեկ անգամ շնորհակալ եմ։ Անցնենք պայուսակներին։ Այստեղ կադրից դուրս պատրաստել եմ ուսից կախելու շղթաները, որոնք ամբողջությամբ մարկարտյա են։ Ինչպես արդեն նշեցի, պայուսակները պատրաստել եմ որպես զարդ, այսինքն ունեն դեկորատիվ բնույթ։ Իսկ ինչու՞մ ներկայանում այս փոքրիկների հետաքրքրությունը։ Ուսից կախելու երկար շղթան, ինչպես նաեւ այս փոքրիկ բռնակը դուք կարող եք օգտագործել որպես վզնոց եւ թևնոց։ Այո, այն 3-ը մեկում մինի պայուսակ է։ Բայց ամեն դեպքում ասեմ, որ իրենց մեջ իդեալական տեղավորվում են AirPods-երը։ Չեք պատկերացնի ինչքան ուրախ էի, երբ այս մռայլ եղանակներից հետո տեսա արև։ Միանգամից առիթը բաց չթողեցի եւ նկարեցի, չնայած որ մյուսները դեռ չէի ավարտել։ Ես նորից համոզվեցի, որ շատ ճիշտ ընտրություն էր խառնել ապակյա քարերը, քանի որ միայն մարգարիտները այսպես շքեղ չէին կարող փայլել։ Ընդհանուր պատրաստել էի 12 հատ, որից մեկը ինձ վերցրեցի, իսկ մյուսը նվիրեցի։ Արտիկուլը կթողնեմ ներքևում, քանի որ առկային ընդամենը 10 մոդել, 5 արծաթագույն եւ 5 ոսկեգույն դետալներով։ Նշեմ, որ պարտադիր չէ ինձնից որևէ բան գնել, դուք կարող եք պարզապես թողնել մեկնաբանությունն եւ դրանով արդեն աջակցել իմ փոքրիկ բիզնեսին։ Ինձ համար մեծ ողջավորություն է կարդալ յուրաքանչյուր տեսակի մեկնաբանություն։ Շնորհակալ եմ, որ դիտեցիր մինչև վերջ։